Երևանցիները այնց հարսատակ են տանում ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին ու Տիգրան Ավինյանին, բաուրա գնում այդ միլիարդավոր դրամները ու իրար վրա շարակված, այսպես իրենց ասած, գնում են աշխատանքի ստի կայսրության իշխանություններն են։ 160,000 դրամ դարձնելով քաղաքը էլ ավելի է հիմա խցանված, Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի մեջ փոխհրաձգություն է գնում հիմա, մի նոր քաոս է ստեղծելու տրանսպորտային ոլորտում։ Ողջույն Արմլուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Երևանի քաղաքապետարանի Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանին։ Պարոն Ստեփանյան, Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ արեց հայտարարություն, ըստ որի օգոստոսի 1-ից QR թղթային տարբերակները այլևս չեն լինելու։ Դուք Facebook-յան հրապարակման անդրադարձաք այդ մտքին եւ ասացիք, որ քաղաքապետարանը հերթական անգամ փորձում է քաղաքացիներից մուռ հանել։ Ինչու, ինչի համար է քաղաքապետարանը մուռ հանում քաղաքացիներից։ Նախ հիշեցնենք, որ փոքրամասնության քաղաքապետը, որը որ չունի վստահություն Երևան քաղաքում, ՔՊ-ն ամբողջ իր հաստղաբույլով Երևանում ունի երևանցիների 9% քվեն։ Սա միայն Տիգրան Ավինյանի եւ ՔՊ-ի որոշումը չի, նաեւ Հանրապետություն կուսակցության, կոալիցիոն կուսակցության համատեղ երևանցիներից մուռ հանելու հերթական միջոցն է։ Սա նայեք մեկ հարթակից, մեկ ուղղությունից, որ հերթական որոշումն են կայացրել, ոնց պետք է քաղաքացիներից քերեն այդ գումարները, այսպես ասած, ներողություն բառի համար։ Հիմա առաջնային է, որ թանկացրեցին իրենք ոչ բարեփոխված տրանսպորտը, քանի որ տրանսպորտը չի բարեփոխվել, կանգառները գոյություն չունեն, սմարթ կանգառներ գոյություն պետք է լիներ այդ ամբողջ փաթեթի մեջ, ոչ մի բան չեն արել, ուղղակի թանկացնում, որ շատ գումար հավաքեն։ Հիմա սկզբից էլ քաղաքապետարանի աշխատողներին հանեցին քաղաքացիների դեմ։ Հետո վարորդներին ստիպեցին քաղաքացիների հետ ընդհանուր գնալ, դրանք ոչ մի դրական պատուղ չստացան, տարել էին ազգային ժողով, որ օրենք ընդունեն, տուգան են քաղաքացիներից, այդ օրենքն էլ ինչպես իրենք են սիրում ասել, գրվեց սառույցին, երևի ՔՊ-ն Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի մեջ փոխհրաձգություն է գնում հիմա, չեն սիրում էլ իրանք Ավինյան Տիգրանին, հիմա ուզում են ազատվեն, այս ամեն ինչը բարդեն Տիգրան Ավինյանի գլխին, էդ էլ չստացվեց։ Հիմա այսօր Ավինյանը ինքը իրանով արդեն այն որ ասում է իր ուսերին է մնացել տապալումը բարեփոխումների, ասեց պետք է օգոստոսի 1-ից QR կոդերը հանենք։ Ժողովրդին պետք է տեղեկացնեմ, որ մենակ QR կոդը հանելով չի, իրանք այդ ամեն ինչը անում են նրա համար, որ ժողովուրդը ստիպված լինի գնել փաթեթներ, բայց այս փաթեթները գնելով մի նոր խնդիրների մեջ են գնելու։ Մեր մարզերից քաղաքացիները, երբ որ գալիս են քաղաք, ինչ որ իրենց առօրյա գործերով, մարդիկ ուզում են մեկ անգամյա այդ QR կոդով գնան եւ գան։ Լիքը մարդիկ գալիս են բոյկոտում են, բայց կա մարդ, որ ուզում է առնի։ Հիմա այդ մարդուն են, այդ չբոյկոտող մարդուն ստիպում են, որ անցնեն բոյկոտողների արդեն թիմի շարքի մեջ եւ սկսի շատ լավ Տիգրան Ավինյանը անցել է մեր կողմը, ընդդիմադիրների եւ քաղաքացիների կողմը եւ մեր հետ համատեղ միացին բոյկոտում են Նիկոլ Փաշինյանի եւ ամբողջ ՔՊ-ի այդ ապօրինի եւ անօրինական որոշումների դեմ։ Այս QR կոդերը հենց սկսեցին իրենք կյանքի կոչել, մի նոր քաոս է ստեղծելու տրանսպորտային ոլորտում։ Եկեք մի փաստ արձանագրենք, այսինքն QR կոդերի այս խառնաշփոթը, այս բարձրաձայնումը, որը մտցվեց կրկին լրահոս, կրկին քաղաքացիների մեջ, մի նպատակ ունի վաճառել եւ PR անել կոնկրետ տրանսպորտի համար նախատեսված փաթեթները։ Հիմա այս ամբողջ ինչ կատարվում է փաթեթները սղացնելու քաղաքացիների վրա գործընթաց է սկսվել, որ ստիպեն քաղաքացիներին փաթեթ ունենան, նստեք մեքենաներ, ավտոբուսներ, տրոլեյբուս եւ եթե չէ, QR կոդ չունես, մենակ փաթեթներով թող փորձեն դա անել, շատ լավ է Տիգրան Ավինյան շարունակի նույն կերպ քաղաքացիների դեմ գնալ։ Տիգրան Ավինյանին ստիպում են որտեղ բան, միայն Տիգրան Ավինյանով չի, ամբողջ ՔՊ-ն ու Հանրապետությունը իրար որոշել են հիմա ինչ անենք, էլի կարող են, որովհետև տեսնում են թե հավաքագրումները, չեն կարողանում գումարներ հավաքել, քաղաքացիների մեծամասնությունը բոյկոտում են։ Հիմա ես քաղաքացիների ժամանակը կգա, երբ որ կորոշեն ոնց պետք է անեն, եթե հաստատվի որ օգոստոսի 1-ից չի լինելու արդեն QR կոդերով մեկ անգամյա օգտվողները չեն կարողանալ պետք է փաթեթ, մենք հետաքրքիր բան կասենք քաղաքացիները սկսեն այդ կերպ բոյկոտել։ Հիմա տենանք այդ ինչ ենք անելու։ Մի թեթևակի sense ասենք հիշեր բան անեմ, էլի հիշեցնեմ քաղաքացիներին, որ չեն կարողանալու բոլորի ձեռքից այդ բանկային քարտերը վերցնեն ստուգեն։
Պարոն Ստեփանյան, երբ 2025 թվականի հունվարի 1-ից արդեն պարզ դարձավ, որոշումն ընդունվեց, որ Երևանի տրանսպորտային համակարգում այլևս կանխիկ դրամական միջոցներով վճարումներ չեն լինելու, լինելու են QR, քարտային եւ այլ տարբերակներով, ընդդիմադիր ավականու անդամները բոյկոտեցին, չվճարելու ակցիա սկսեցին, իսկ հետո այսպես բարձրացավ գագաթնակետին հասավ ու կարծես անկում ապրեց այդ ակցիան։ Ինչու չկա, ինչու են վերացել ընդդիմադիրների կողմից բոյկոտն ու ակցիաները։ Այդ ամեն ինչը եկավ նրանից, որ Մայրաստան խմբակցության ավականի հենց առաջի օրվանից ամիսներ շարունակ եղան փողոցներում եւ քաղաքացիներին հորդորեցին բոյկոտել, չվճարել։ Եկավ մի պահ, որ շատ մեր սիրելի եւ հարգելի քաղաքացիներ ասեցին Ժողովուրդ ջան, մենք լավ հասկանում ենք արդեն ինչա ամեն օր մեզ պետք չի այդ հիշեցնել, մենք ձեզ վստահեցինք, մենք ձեզ հավատացինք, մենք մեր բոյկոտը կշարունակենք։ Մի ընթարվեք քաղաքացիների հետ, վարորդների հետ, որոշ քաղաքացիների հետ, որոնք որ քաղաքապետարաններ ուղարկում մարդկանց հետ, որ ավականիների հետ ընդդիմադիր ընթանում են, մի արեք, թողեք մենք շարժվենք մեր հունով, մենք մեր բոյկոտը կշարունակենք ու քաղաքացիները ճիշտ դուրս եկան, մեր հետ համատեղ ամենօրյա շփումներ ունենք, այս հազարավոր քաղաքացիներ գրում են, որ ասում են օր-օրի էլ ավելի է շարունակվում, այս մարդիկ չեն հասկանում, որ առավոտյան 8-ին մինչև 10-ը քաղաքացիները իրար շալակած տեղ չկա այդ կանգառներում, կանգառ գոյություն չունի, անձրև արևի տակ կանգնած ժամերով սպասում են ու իրար վրա շալակված, այսպես իրենց ասած, գնում են աշխատանքի, մերժում են, առավոտյան էլ չեն վճարում, երեկոյան ընդհանրապես։ Մենք այդ բոլորին տիրապետում ենք, ամենօրյա շփումը կա քաղաքացիների հետ։ Ոչ ոքի մի հավատացեք, սիրելի երևանցիներ, շարունակենք։ Իսկ օգոստոսի 1-ից, եթե հերթական իրենց դեմ այդ քայլը անենք, քաղաքացիների, մենք ավելի հետաքրքիր մեթոդներ կառաջարկենք։ Բոյկոտ եք անել։ Բոյկոտը չի կանգնել որ անեն, բոյկոտը շարունակվում է։ Իսկ ուր են այն ավականու անդամները, որոնք տրանսպորտներում իրազեկման ակցիաներ էին իրականացնում։ Իրազեկման ակցիաները այնքան ժամանակ տևեց, որ մենք արդեն ավտոբուսներում եւ կանգառում քաղաքացիներին բոլորին արդեն դեմքով ճանաչում ենք։ Մեր բոլոր քաղաքացիները հենց մոտիկան մենք հանգիստ եք գնացեք դուք ձեր գործերին, մի խանգարեք, մենք մեր մեջ ընդհանրություններ չլինի, մենք մեր բոյկոտը կանենք։ Հիմա ես ձեզ ասում եմ, այն արկեն մարդիկ մերժում ԿՊ-ի բերած ոչ բարեփոխումներ, որ իրենք վախենում են այդ հավաքագրումների թվերը հրապարակեն։ Դա ասում են, չէ, փող գումարը չմուծեցիք, մենք էլ չենք կարողանալու տրոլեյբուսներ բերեք։ Խնդրեմ, շարունակենք։ Բա ուր է գնում այդ միլիարդավոր դրամները, այդ գույքահարկը, այդ աղբանության գումարները ուր է գնում, ում բյուջեն է գնում։ Այդ հարցերը բարձրացրել եք ավականու նիստում, ինչ պատասխան եք ստացել։ Այո, չունեն իրանք պատասխան։ Իրենք ոչ մի պատասխան չունեն։ Իրենք ստի ու կայսրության իշխանություններն են։ Իրենք դեմ են գնում քաղաքացիներին։ Մնաց 1 տարի հերթական ընտրություններն են։ Երևանցիները այնց հարսապտակ են տանում ԿՊ-ին, Նիկոլ Փաշինյանին, Տիգրան Ավինյանին, որ էլ չկարողանան ուշքի գան։ Ես ձեզ Պարոն Ստեփանյան, բազմիցս առաջարկել եք, բայց այս պահին, երբ որ նոր հայտարարությամբ հանդես եկավ Տիգրան Ավինյանը, Մայր Հայաստանը ինչ առաջարկներով է հանդես գալու այս դեպքում։ Մայր Հայաստանը նախ իր փաթեթներ բերել, ինչպես պետք է բարեփոխումներ, որը մերժվեց, մի քանի անգամ մերժվեց, չմերժվեց էլ փախան։ Այսպիսի բան չի եղել, իշխանությունը իր բերած օրակարգից փախում է նիստերի դալիճից, որ բայց եթե դուք իրավացի եք, ճիշտ եք, ասում եք 100 դրամով չեն կարող պահել տրանսպորտը, մի փախեք, կանգնեք ու եթերով մեր հարցերին պատասխանեք, նրանք փախում են, գիտեն 100 դրամով իհարկե կարող է Մայր Հայաստան այդ նախագիծը բերել 100 դրամով կարող է Երևանի բյուջեն սպասարկել քաղաքի տրանսպորտը։ Ուղղակի այս մարդիկ ուզում են ավելի շատ գումար հավաքել, ուրիշ ոչ մի բան չկա։ Հիմա նայեք իրենց հայտարարագրերը, ձեզ ամեն ինչ པարզ կլինի։ Մարդիկ, որոնց իրենց իրաց ճղճղած սվիտերներով եկան հասան իշխանության, հիմա բոլորը ID-ներ ու BID-ներ ու մի քանի բնակարաններ են ձեռք բերել։ Ու երևանցիները բոլորը տեսնում են իրանք կոռուպցիոն կենթանու հետ մոտիկ հարաբերությունների մեջ են ու չեն էլ ուզում այդ կենթանուն նեղացնել։ Այդ կենթանուն իրանք միայն սնում են, կերակրում են, որ այդ կենթանուն մեծանա, ձագեր հանի ու իրենց հետ սերտ համագործակցի։ Պարոն Ստեփանյան, քաղաքի բեռնաթափման եւ տրանսպորտային բարեփոխման ուղեգծում կարծես կա մի նպատակ՝ գումար շորթելու նպատակը քաղաքացուց ավել, մի դեպքում տրանսպորտի կայանատեղիների համար 160,000 դրամ, 12-ից 160,000 դրամ այսպես բռնագանձելը, մյուս դեպքում տրանսպորտի թանկացումը պլյուս փաթեթները։ Ըստ ձեզ, կան դատարանի որոշումներ, ինչ փուլում է այս իրավիճակը հիմա։
Նույն ԿՊ-ն եւ Հանրապետությունը հերթական փաթեթը բերեցին տուգանելու քաղաքացիները, ասացին 12000 դրամից դարձնենք 160,000 դրամ, որ քաղաքը բեռնաթափվի։ Մայր Հայաստան խմբակցությունը նախ դեմ գնաց, մենք բոլոր ավականներին ասացինք, որ չի աշխատելու, քաղաքը չի բեռնաթափվելու, դա կապ չունի, մենք սարքեք 1,600,000 դրամ, դա էլ կանեն, երևի մի քիչ մեջները մարդկային բան մնաց, ասեցին չէ լավ, 160,000 դրամ դարձնելով քաղաքը էլ ավելի է հիմա խցանված եւ 2024 թվականին 25 թվականին Մայր Հայաստանը դիմեց դատարան եւ դատարանը 24 թվականին 25 թվականին ոչ իրավաչափ ճանաչեց կարմիր գծերի թանկացումը, քանի որ այս մարդիկ 160,000 դրամ թանկացրել են, ոչ մի փոխում չէին արել, նույն 12000 դրամի ժամանակ միայն կարմիր գծերի ներք են արել, ուրիշ ոչ մի բան, նույն այդ ապարատները, տեսախցիկները նույնն են մնացել, ոչ մի բան։ Հիմա 24 թվականի դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, արդեն տարվա վերջի ամիսներ նրանք քաղաքապետարանը դեմ գնաց քաղաքացիներին բողոքարկեց։ Հիմա անցած ամիս նույն կերպ 25 թվականին ոչ իրավաչափ ճանաչեց, հիմա նույն ձև են արդեն նորից բողոքարկեցին, բայց քանի որ կա տարվա վերջ մի քանի ամիսներ, սպասենք հեսա վերջնական դատարանը կորոշի ու սիրելի երևանցիներ ոչ մեկ թող չվճարի 160,000 դրամ կայանատեղիների համար, սպասեք վերջնական դատարանի որոշմանը եւ դատարանը կորոշելուց հետո ես կհորդորեմ եւ բոլոր ավականները Մայր Հայաստանը հորդորել է որ բոլոր այն մարդիկ, որոնք վճարել են 160,000 դրամ եւ դրա դիմաց չեն ստացել ոչ տեղ ունեն կանգնելու, ուզում եք 160,000 ունեցեք, տեղ չկա մեկը կանգնելու, բողոքարկեք եւ բոլորը ձեր գումարները հետ եք ստանալու։ Պարոն Ստեփանյան, դուք ակնարկեցիք, որ եթե օգոստոսի 1-ից այս նախագիծը մտնի ուժի մեջ եւ այս կարգավորումը տրվի, Մայր Հայաստանը ընդդիմադիրները նոր ակցիա, ճակերտավոր ակցիա, դուք չմանրամասնեցիք ինչ որ գործողություններ է սկսելու։ Կբացեք ճակերտները հասկանանք օգոստոսի 1-ից մեզ ինչ է սպասվում։ Օգոստոսի 1-ից եթե նրանք ստիպեն քաղաքացիները չգնեն QR կոդերը, միայն փաթեթներ ու բանկային, սիրելի երևանցիներ օգոստոսի 1-ից ոչ մեկը ընդհանրապես մինչև օգոստոսի 1-ը չգնեք փաթեթներ, դուք իրավունք ունեք ձեր բանկային քարտերով ստանալ տրանսպորտի այդ ուղևորցը բոյկոտեք, եթե մարդիկ կան որ կուզենան բանկային քարտերով ստանալ, ստացեք այդ բանկային քարտերը։ Մնացածը դուք լավ հասկացաք ինչ ոնց։